Հայաստան ողջունեց Միացյալ Նահանգներու եւ Իրանի միջև բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու որոշումը գրած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Վարչապետը բարձր գնահատեց նաեւ գործադրված միջնորդական ջանքերը, որոնց կարգին Պակիստանի կողմեն իրականացված առաքելությունը։ Մենք նաեւ հաստատակամորեն հավատանք, որ թիվանակիտությունը պետք է քերագայե բոլոր չլուծված հարցերը ղեկավարելու եւ մերձավոր արևելքի մեջ խաղաղությունը պահպանելու համար գրած է վարչապետ Փաշինյան։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացած ընդլայնել ռազմական գործողություններու ծավալը, եթե Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը խափանեն, եթե որևէ պատճառով համաձայնագիրը չիրականացվի, որը քիչ հավանական է, հարվածներու սաստկությունը պիտի հասնի աննախադեպ մագարտակի, գրած է Truth Social-ի մեջ։ Թրամփ ավելցուցած է, որ ամերիկյան զորքերը օդանավեր եւ նավեր տարածաշրջանի մեջ իրենց դիրքերուն վրա կմնան մինչեւ Թեհրանի հետ պայմանավորվածություններու կատարումը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆ հայտարարած է, որ Վաշինգտոն արդեն խախտած է խաղաղության առաջարկի վերջին 3 կետերը, որը հրատատարը կդարձնի անիրակորձելի։ Մասնավորապես Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթ գրգին առաջարկած է Իրանեն ուրանի բռնի արգրավում, եթե հրաժարի գամավոր կերպով այն հանձնել։ Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը հզոր հարվածացուց Լիբանանին, որը վերջին տվյալներով խլած է ավելի քան 250 մարդու կյանք։ Անկախ այս ամենեն 10 ապրիլին Իսլամաբադի մեջ Իրան-Ամերիկա բանակցությունները դեռ ուժի մեջ են։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հերախոսազրույցներ ունեցած է Իրանի եւ Ամերիկայի իր պաշտոնակիցներ Մասուդ Պեզեշկյանի եւ Դոնալդ Թրամփի հետ, ասելով, որ հրատատարի որոշումը հնարավոր ամենեն լավ որոշումն էր եւ գոչ ընելով այն դարաձել Լիբանանի վրա։ Այս մասին անկրած է X-ի հարթակին։ Մակրոն նաեւ նշած է, որ Ֆրանսան իր թերը պիտի գդարի այդ գործընթացի մեջ մերձավոր արևելքի մեջ իր գործընկերներուն հետ ծերտ համագարկմամբ։ Ըստ Մակրոնի այս թեման քննարկած է Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրություններու, Լիբանանի եւ Իրաքի առաջնորդներուն հետ իր զրույցներու մեջ։ Մեկ ուրիշ քրարման մեջ Մակրոն հայտնած է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի եւ վարչապետ Նաուաֆ Սալամի հետ իր զրույցի մասին։ Անխստորեն դադարած է Իսրայելի հարվածները Լիբանանին, որոնք մեծ զոհերու պատճառ դարձան եւ իրաճակցությունը հայտնած է Լիբանանին։ Ադոնք ուղիղ սպառնալիք կներկայացնեն ցերկբերված հրատատարի գայունության համար, այն պետք է ամբողջովին դարածվի Լիբանանի վրա։ Ես վերահաստատեցի Լիբանանի դարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը եւ Ֆրանսիայի վճռականությունը աջակցելու Լիբանանի իշխանություններու ջանքերուն, պաշտպանելով երկրի ինքնիշխանությունը եւ իրականացնելու Հեզբոլլայի զինաթափման ծրագիրը, գրած է Ֆրանսիայի նախագահը։ Իրանի արտաքին գործոստնախարար Աբբաս Արաքչին հայտարարած է, որ Ամերիկան պետք է ընտրություն կատարի հրատատարի եւ Իսրայելի միջոցով պատերազմի շարունակության միջև։ Անոր խոսքով Ամերիկայի եւ Իրանի միջև համաձայնեցված երկու շաբթվան հրատատարի պայմաններ հստակ եւ միանշանակ են։ X-ի մեջ հրաբարակված գրառման մեջ Արաքչի ընդգծած է, որ համաձայնագիրը կվերապերի նաեւ Լիբանանին, հղում ունելով Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հայտարարությունը։ Ամերիկան պետք է ընտրե հրատատար թե շարունակական պատերազմ Իսրայելի միջոցով, այն չի կրնար ունենալ երկուքը, նշած է անդրադառնալով Լիբանանի մեջ վերջին հարվածներուն։ Իրանի արտաքին գործոստնախարարը նաև հայտարարած է, որ աշխարհը կտեսնի Լիբանանի մեջ տեղի ունեցող գոդորացները եւ ընդգծած, որ քննադատը Ամերիկայի դաշտի մեջ է, գոչ ընելով Վաշինգտոնին գործել իր բարդավորություններուն համապատասխան։ Իսրայել ապրիլ 8-ին շարունակեց լայնածավալ հարվածները Լիբանանի տարածքին։ Իսրայելի բանակը հայտնած է, որ մոտ 50 գործանիչներով 10 վայրկյանի մեջ թիրախավորած են Հեզբոլլայի պատկանող ավելի քան 100 հրամանատարական կետրոններ եւ ռազմական կառույցներ Բեյրութի մեջ, ինչպես նաեւ երկրի արևելյան եւ հարավային հատվածներուն։ Լիբանանի անվտանգության աղբյուրներու համաձայն հարվածներու ընդհանուր թիվը գերազանցած է 150-ը, որոնց ըսկալի մասը բաժինինգած է մայրաքաղաք Բեյրութին։ Իսրայել բնտած է, որ թիրախավորված ենթակառուցված մեծ մասը գտնված է բնակելի թաղամասերու մեջ, իսկ բանակի խոսնակ Շոշանին հայտարարած է, թե Հեզբոլլան ներկայիս գործունեություն կծավալի նաև այն շրջաններու մեջ, որոնք նախապես անոր հենագետերը չէին համարվեր։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Քաց այս գործունեությունը բնութագրեց որպես Հեզբոլլայի դեմ ամենեն ծավալուն հարվածը վերջին ամիսներուն։ Հարվածները տեղի ունեցան այն պայմաններու մեջ, երբ Իսրայել հայտարարեց, որ Իրանի հետ ցերկբերված հրատատարը չի տարածվիր Լիբանանի եւ Հեզբոլլայի վրա։ Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամ հայտարարած է, որ հարվածները հասցված են խիտ բնակելի թաղամասերուն եւ խլած են նաեւ անզեն քաղաքացիական անձերու կյանքեր, հատկապես Բեյրութի մեջ։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։